Բարի երեկո, բարեկամներ, ուրեմն ես հույսում եմ, որ շատերդ նախորդ բանախոսությանը ներկա էիք Արթուր Շանազարյանի, ճիշտ է Արթուրը չի սիրում, որ իրան գովում են եւ անընդհատ դժգոհում է, բայց թե երևի թե բանն է էլի տենց որ պիտի լավը ասել, լավն էլ ասել, վատն էլ։ Ուրեմն բազմաթիվ զանգեր, նամակներ ստացանք, բոլորը զարմացած ու հիացած էին աշխարհի պատկերի Արթուրի ներկայացմամբ եւ բոլորը խնդրում էին նորից հրավիրել, գոնե եթե նույնը չէ, գոնե ուրիշ թեմա։ Եվ մենք իհարկե դե հասարակության ծառան, Քարաունջ հայագիտական կենտրոնը միշտ անում է ինչ որ ուզում է մեր ժողովուրդը եւ հրավիրեցինք նորից, այս անգամ արդեն ուրիշ բան, հայ ժողովրդական երաժշտություն, որը ես ձեզ խոստանում եմ հրաշալի երեկո կանցկացնեք դուք, սա մի հրաշալի բանախոսություն է եւ մեծ հաճույք կստանաք։ Պարոն Շանազարյան, խնդրեմ։ Բարև ձեզ։ Ուրեմն այսօր հայ ժողովրդական երաժշտություն։ Մի փոքրիկ նախաբան ասեմ, որ հայ ժողովրդական երաժշտությունը հավաքագրել է 19-րդ դարից սկսած, հիմնականում Կոմիտասն է սկսել մեծ մասշտաբով գրառել հայկական ժողովրդական երգերը եւ հայ ժողովուրդը այդ երգերը պահպանել էր հազարամյակներով իրենց լեռներում, գյուղերում, սարերում, բոլոր ժողովուրդները չէ որ 19-րդ, 20-րդ դարում պահպանել էին ֆոլկլորը, օրինակ եվրոպացիները վաղուց անցել էին դասական երաժշտության, համալսարաններ էին հիմնել, համալսարաններում, կոնսերվատորիաներում կրթել էին ժողովրդին եւ կարծես ճակերտավոր ասած ժողովուրդը հանգստանալով, որ իրենց պրոֆեսիոնալ երաժշտություն ունեն արդեն զարգացած, մոռացության է տվել ֆոլկլորը։ Արդեն չէին երգում վարուցանքի երգեր, օրորոցայիններ եւ այլն, եւ Եվրոպայում եթե դուք որևէ ժողովրդից պահանջեք այդպիսի երգեր, որ ունեն հայերը, ձեզ դժվար գտնեն, որ մատուցեն, ասենք հողը վարելու երգ, ցանելու երգ, կարծելու երգ, ջրաղացու մաղալու երգ, օրորոցի երգ, հարսանյաց երգեր, չգիտեմ, հարսին հագցնելու, 7-րդ օրը կտուրը բարձրանալու, արևը դիմավորելու եւ այլն եւ այլն։ Այդպիսի երգեր դժվար գտնեն, բայց մեր ժողովուրդը պահպանել էր եւ ուրեմն Կոմիտասից պահպանվել է 1500 երգ, արևմտյան եւ արևելյան Հայաստանի շրջաններին վերաբերող եւ գյուղերին եւ դրանք բարբառներով են, մենք գիտեք 56 կամ մոտ ավել բարբառ ունենք եւ Կոմիտասի աշակերտները գրառեցին իրենից հետո, օրինակ Միրան Թումաճյանը ունի 4 հատոր ժողովրդական երգեր, Սպիրիդոն Մելիքյանից հրատարակվեց 2 ստվար հատոր Սպիրիդոն Մելիքյանի հավաքած ժողովրդական երգերը, Հակոբ Հարությունյան ժողովածուն կոչվում է Մանյակ, Կոմիտասի սանիկը Արամ Քոչարյանը, որ Կոմիտասի սանիկն էր, իրեն հայրը Կոմիտասի ընկերն էր, Արամ Քոչարյանը սովետական միության օրոք հիմնադրեց մեր ակադեմիայի երաժշտական բաժինը, որը Արամ Քոչարյանի շնորհիվ եւ հետագայում մեր բոլոր գյուղերից եւ արևմտյան Հայաստանից գաղթած ժողովրդից գրառեցին մոտ 20000 երաժշտական նմուշ, 20000։ Նույն Արամ Քոչարյանի հիմնած ժողովրդական ստեղծագործության կաբինետը կոնսերվատորիայի մեր գյուղերից գրառեց մոտ 10000 երաժշտական նմուշ։ Արամ Քոչարյանը իդեպ երևի ովքեր անունը չեն լսել, իմանան, որ մեր մեծ հայերից է, իրեն 30 քանի թվականին աքսորեցին Սիբիր, այնտեղ ինքը հիմնեց նրանց համար երաժշտական ուրեմն միջավայր, գրառեց իրենց երգերը Օրիոտիայի այդ կողմերի եւ այսօր իր անունով այնտեղ փողոց կա, դպրոց կա, որպես իրենց առաջի ոնց որ Կոմիտասը, որ գրառել է իրենց երգերը։ Հետագայում նա եկավ Հայաստան, իրեն տնային կալանք տվեցին, Հովանես Շիրազներ նրան միայն այցելում
եւ այդ մարդուց պահպանվել են բազմ մեծ ժառանգություն։ Նա մեր սիրավեպերն է գրառել, հարյուրավոր երգեր է գյուղերից գրառել, դասախոսություն մեր նվագարանների առաջինը ինքն է գրել պատմությունը մեր երաժշտական լարային նվագարանների եւ հարվածային նվագարանների։ Նրա կինը ինձ հրավիրեց մի անգամ իրենց տուն, ես ամբողջ արխիվը իրեն ես եմ դասակարգել եւ այդ հարվածային նվագարանի ձեռագիրը իմ մոտ էր, հանձնեցի, հետո հրատարակեցին դա, բայց լարայինը դեռ չի եւ շատ գործեր Արամ Քոչարյանից չի հրատարակված, ինչեւ է, անցնենք առաջ։ Կոնսերվատորիայում եւ համալսարանում տարիներ շարունակ ուսանողներին ուղարկում էին գյուղերը, որպեսզի նրանք ձայնագրեին մեր ժողովրդի երգը, խոսքը, բանը, հեքիաթը եւ այլն, եւ հազարավոր նյութեր էլ այդտեղ հավաքվեց։ Հիմա այդքան նյութերից գիտեք գլուխ հանելը ամեն ժողովրդի համար հեշտ բան չի, որ այդ հազարավոր 30,000 երաժշտական նմուշ սկսես այդտեղ ընտրել լավագույն նմուշները, տարբերակներ եւ այլն, բայց մեր պարագայում շատ հեշտ է, որովհետեւ մենք որ ունենք կոմիտասը արդեն ինքը ընտրել է, արդեն դա ընտրել, առանձնացրել է եւ մեր ժողովրդական երգը պետք է իմանաք, որ արևմտյան եւ արևելյան Հայաստանի բոլոր շրջանների երգերը պատտվում են մոտ 500-ի շուրջ, մոտ 500-ի, մնացածը տարբերակներ են, մնացածը այդ երգերի տարբերակներն են, այդ երգերը շատ տարբեր են իրենց, օրինակ Արցախի եղանակները եւ Վանի Վասպուրականի եղանակները հայկական են, բայց տարբեր են, այնքան են տարբեր, որքան իրանց բարբառը, օրինակ եթե Արցախցին խոսեր Վասպուրականի հետ, Վասպուրականցու հետ, որ Վասպուրականցին իր բարբառով անեցին խոսում էր, կարող է կեսը չհասկանային իրար ինչ են ասում, բայց հարց է առաջանում, ինչի Կոմիտասի գրառած երգերը տարբեր չեն, լսում ենք այդքան տարբեր չի, ասում ենք գիտես սա ոնց որ Կոմիտաս է, Կոմիտաս ասելով մեր ժողովրդական երգն է եւ այդ որ խոսում են թե ինքը մաքրեց, բան արեց, դրա կեսից ավելին հեքիաթ է։ Ինքը ոչ թե մաքրել է, այլ ճշգրիտ գրանցել է, որ իրանից առաջ այդքան ճշգրիտ չէին նոտագրում։ Ամենայն մանրամասնությամբ նոտագրել է, նույնիսկ շունչը, որ կտրվում է։ Օրինակ ասենք Փափուրին, եթե լսեին մեր մի երաժշտագետ կգրառեր Փափուրի ջան մտա բլբուլի բաղը, Փափուրի ջան երգեցի անուշ տաղը, Կոմիտասի գրառումը բնական է, որովհետև ինքը գրառում է այնպես, ոնց որ լսում է, դա պարողը շունչը կտրվում է, եւ ինքը գրառում է շունչը կտրված, գրում է Փափուրի ջան մտա բլբուլի բաղը, Փափուրի ջան երգեց, այդպես էլ նոտագրած է, պաուզա, Փուրի ջան որովհետև թռնում է։ Եվ այդ բնական նոտագրությունը առաջացնում է մարդու մեջ բնական զգացողություն, որ դուք ներկա եք բնական երգին։ Եվ Կոմիտասի մոտ ինչի տարբերությունը քիչ է, ասեմ, որովհետև նա գրառել է այն երգերը, որոնք ոչ թե այդքան տարբերակ են, այլ հիմնական են։ Ինչպես լեզվաբանության մեջ պատկերացրեք գրառեք հնդեվրոպական լեզուն։ Հին այդ դեպքում բարբառներ չեն լինի այդքան, կլինի մի նախալեզու, դրա համար իրա գրառած երգը Արցախի և Վանի, այնքան հիմնական, հինն է ինքը ամենահինն է գրառել, որ նրանք արդեն տարբերություն չունեն այդպես բարբառների, օրինակ Արցախի գութաներգը, որ հետագայում հնչել է, որը տարբերություն ունի Վանի երգի հետ, բանն է, Ձերքի ճպոտը ճապկիա, կամաց թխի եզանը, հալբատ մեջ կեցավ կտա, էտա պահում խիզանը, չէ, հիմա սա օրինակ եթե Վանի երգի մոտ երգեք, տարբերությունը շատ մեծ, ասենք երգեք վանեցիների Թագավոր ինչ բերիմ քո նման լրիվ ուրիշ բան է, բայց Կոմիտասը գրառեց մի ուրիշ գութաներ Արցախում, որը արդեն տարբերություն չի տալիս այն մյուս երգերի հետ։ Ձիկտու քաշի այեզը արահո
սա վարանդայի Գութանի երգն է, Արցախի վարանդայի։ Տեսեք, դրանից հետո դա չի հանդիպել, որ մեկը գրառի այդպիսի բան։ Եվ դա վերաբերում է նաև մյուս շրջաններում։ Եթե դուք լսեք լոռվա երգերը, ես լոռեցի եմ, նույնիսկ շատ անգամ բայաթի էին կանչում լոռեցիները։ Այս բան, բայց Կոմիտասը այնտեղ գրառեց լոռու Գութաներգը, Կալի երգը եւ այլն։ Անցնենք առաջ։ Ուրեմն մենք ունենք այդքան նմուշներ, ասեցի, հազարավոր, բայց այդ նմուշները ուրեմն կարող են կողմնորոշվել շնորհիվ Կոմիտասի։ Եվ դրանք վերաբերվում են հայի բոլոր ժամանակներին։ Կոմիտասն ասում է այնքան հին, երբ հայ ժողովուրդը ծնունդ է առել, ունենք երգեր, որ գալիս են այն ժամանակից, ինքը ցետված ասում է, երբ ծնունդ է առել մեր ժողովուրդը, դրանք նախնական շատ հին եղանակներ են, եւ երբեմն ես այդ երգերը երգել եմ արտասահմանում հայերի համայնքում, հայերը ինձ խնդրել են, որ ես մի հատ էլ հայկական երգ երգեմ, որովհետեւ իրանց տարօրինակ է թվացել այդ տեսակ երգ, իրանք երբեք չեն լսել, որ կարող է այդ տեսակ եղանակ լինի, դրանք շատ հին մեր նմուշներն են եւ միջև միջնադար։ Եվ ունենք մեր ժողովրդի ամբողջ կյանքն է արտացոլում հայ ժողովրդական երաժշտությունը, բոլոր ժանրերը, ասենք օրորոցայիններ, հերոսական երգեր, պատմական երգեր, կատակ երգեր, սիրո երգեր, բնության երգեր, աշխատանքի երգեր, տնային աշխատանքի երգեր եւ տնից դուրս բոլոր աշխատանքներին վերաբերող երգեր, ողբի երգեր, տոների երգեր, ծեսերի երգեր, հարսանյաց բոլոր երգեր, պատկերացրեք հարսանյաց 400 երաժշտական նմուշ ունենք մենք հարսանյաց, 7 օր հարսանիք են արել հայերը եւ այդ ամբողջ ծեսին երգերը կան հարսը ուզելուց հարսանիքից առաջ միջև հարսի շորերը հագցնելուց միջև վերջի գիշերը եւ վերջի գիշերից հետո ամենա 7-րդ օրը բարձանում են կտուրը դիմավորելու արևին դիմավորելու երգը եւ ու ինչ որ ձեր մտքով անցնի այդ ժանրերը բոլոր ժանրերի բոլոր տեսակների երգերը կան եւ շատ դժվար է ներկայացնել մի դասախոսության մեջ հայ ժողովրդական երաժշտությունը որպեսզի մի ամբողջական տպավորություն թողնենք եւ միաժամանակ երգերով օրինակներով ձեզ ցույց տրվի դրա համար կա տարբեր ձև օրինակ կարող է ես ձեզ ներկայացնել ժանրերով ասեի տեսեք մանկական երգեր օրոցայիններ կամ աշխատանքային երգեր կամ չգիտեմ այսպես հայրենասիրական երգ պատմական երգ սիրո երգ, մերժված սիրո երգ, հաղթած սիրո երգ, աղջկա սիրո երգ, տղայի սիրո երգ, պարերգ եւ այլն։ Բայց այսօր ընտրեցի մի ձև, որ այսպես գնանք առաջ, քանի որ մեր երգերը այդքան լայն շրջան ունեն, ուրեմն մենք կարող ենք ներկայացնել երգը երեխայի ծնունդից, որ ծնվում է, մինչև մահ, երբ այդ երեխան մեծանում է։ Եվ ինչ երգեր են ուղեկցում մարդուն իր կյանքում, հայի մեջ դրանց տասնյակ օրինակներ կա, բայց մենք ամեն մեկից մեկ-երկու օրինակ ցույց կտանք։ Առաջի երգը, որն է, բոլորդ գիտեք, օրորոցայինն է, ամենաառաջի երգը։ Հայերը ունեն երկու տեսակ օրորոցային հիմնականում։ Մի օրորոցայինը ավանդաբար դա արևի մոր երգած օրորոցայինն է, որ արևի մայրը երգել է արևի համար, որ արևին քնացնի, քանի որ հայերի մեջ արևը մանուկ է, որ առյուծով ուրեմն երկնակամարով պատտվում է, հետո գնում է գիշերը տուն, մայրը իրեն լողացնում է այդ լողավազանում, որ լողավազանը դառնում է ծիածանաթև գույներով եւ օրորում քնեցնում է։ Եվ ունենք ավանդություն, որ մի կնոջ տղան մահանում է եւ իրեն հրեշտակ է գալիս եւ ասում, որ պետք է գնաս հագնես երկաթե կոշիկներ, վերցնես երկաթե գավազան, գնաս այնտեղ, որտեղ արևը մայր է մտնում եւ արևի մորից խնդրես կյանք եւ ինքը քո տղային կյանք կտա, որ քո տղան կենթանանա։ Նա հագնում է երկաթե կոշիկներ, երկաթե գավազան եւ ասում է, որտեղ որ փշրվեց, կհասնես այնտեղ։ Հասնում է այնտեղ, մի խոսքով փշրվում է, մտնում է այդ արևի տունը, տեսնում է այդ 12 սյունները, արևի մայրը կյանք է խնդրում, ասում է սպասի այստեղ, թաքնվիր,
արևը կգա, լողավազանում կլողանա, այդ ջրից կվերցնես, կտանես, կցողես տղայի, տղան կենթանանա, նա թաքնվում է, չպիտի նայի, որովհետև կկուրանա եւ գալիս է արևը մտնում այդ լողավազանը դառնում է ծիածանագույն, ամբողջ այդ գույներով շողում եւ մայրը տեսնում է եւ հետո արևի մայրը նրան օրոր է ասում եւ քնեցնում եւ նա լսում է այդ օրորը եւ ահա այդ օրորն է, որ փոխանցվել է ավանդաբար մեր բոլոր մայրերին, որոնք երգում են այդ պատճառով մեր արևի մեր օրորոցայինների մեծ մասում մայրը իր բալիկին արև է անվանում, ասում է քնիր արևս եւ անընդհատ սիմվոլները կարմիր խնձոր եւ այլն անընդհատ համեմատում է արևի սիմվոլների հետ, որովհետեւ դա արևի երգն է։ Մյուս օրորոցայինը մեր ես սա երգեմ ձեզ իմիջիալոց մեր շատ օրորներ ունենք, շատ գեղեցիկ օրոր է ակնա օրորը, ակնում եւ կար արեգունի թաղ, գուցե հենց այնտեղից էլ այդ օրորը երգել են։ Ասում է աղվոր ես չունիս խալատ ակնաբարբառով թերություն է նշանակում, երթամ ում բերեմ քեզ խալատ, բեխալատ, այսինքն անթերի, երթամ լուսնկան բերեմ քեզ անթերի։ Ասում է մենակ մի թերություն ունես, քունչ ունես, արթուն կենաս։ Կոմիտասն է գրառը, իրեն համար երգել է Հովսեփ Ճանիկյանը, ակնցի, որ գրել է ակնա ազգագրությունը։ Աղվոր ես չունիս խալատ, երթամով բերիմ բեխալատ, օրոր երթամ լուսնկան բերիմ լուսուն աստղերը բեխալատ օրոր։ Հաջորդ երգի տեսակը մեր օրորոցայինների մայրը երեխային թողնում է անտառում, այդպես պատմություն կա եւ իրեն գերի պիտի տանեն եւ ինքը ստիպված թողնում է անտառում եւ այդտեղ երգում է, որ քեզ եղնիկը կգա, քեզ ծից կտա, ջիգարչունի քիչ կտա, մալատերևը քեզ փաթտոց կլինի, լեն տերևը ծածկոց քեզ, աստղերը քեզ լույս կտան, քամին քեզ կորորի, այսինքն հանձնում է բնությանը եւ երգի բոլոր բառերում սկսում է երգել, որ բնության այդ տարերը եւ եղնիկը պիտի իր երեխային պահեն։ Գիտեք, այդպես հեքիաթ ունենք, հետո այդ երեխան անտառում թագավորը որսի ժամանակ մեծացած գտնում է արդեն այդ պախրատուրին, տանում է իր մոտ պահում, մեծանում, ղոչաղ տղա դառնում, գնում այդ զորքին հաղթում, մորը ազատում է գերությունից, բերում այդպես այդ տղան։ Եվ այդ օրորոցայինը, օրինակ, այդ օրորոցայինից մեկը սա նա երա բախրենք ու գացից կուտա այերա ջիգար չունի քիչ կուտա այերա օրորոր եւ այլն։ Օրոցայիններից անցնենք առաջ, հաջորդ երգը, որ հաջորդում է մարդու կյանքում օրոցան, դա թռնոցիներն են։ Թռնոցին նա է, երբ որ երեխային, երբ արդեն մի քիչ համարյա օրորոցից կտրվել է կամ դեռ օրորոցի մեջ է, թռցնում էին հայերը օդ եւ երգում էին։ Շատ անգամ կանայք թռցնելով երգում էին, գովում էին իրենց ազգի կոմը, փնովում հոր կոմը, ասենք ասում են այ թռի իմ բալա, հերդ քո ղարավաշնա, մերդ քո տան ճաշե փող, աղա վեզիր քեռիքդ, գողա վազակ հոր քուրդ, այսինքն տենց թռցնում էր։ Կամ ասենք շատ գեղեցիկ երգա, երեխա թռցնելու երգերից Վանի շրջանի վասպուրականի երգը,
ուստից կուգաս հուշիկ, հուշիկ, ոտտ է մտելը վարը թիպուշիկ, շատ խորոտ ես բակ տանուշիկ, հարայ իմ թարլան աղջիկս, հարայ իմ ջեյրան աղջիկս, հարայ իմ պուպուշ աղջիկս, հայար իմ անուշ աղջիկս, դուլը 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 դուդուլը դուլ, 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 երեխան էլ գիտեք գլուխը տանում աչուձախ չգիտի ոնց պահի Առաջի բարի դասն է, այդպես ասած երեխայի համար էլի։ Հետագայում այդ երեխաները, որ մեծանում են մի քիչ, արդեն նայում են մեծերին ոնց էին ապրում, դուրս էին գալիս, ոտքերը ծուր կամ ճիշտ բան մի կերպ դնելով փորձում էին նմանակել, այդպես սովորում էին վերջը մեր պարերը, գիտեք, որ ապրում էին, այդպես փոքրուց են սկսել սովորել։ Հաջորդ երգը, որ արդեն երեխան ոտի է ելնում եւ խաղում են, երեխաները ունեին երգեր, խաղի երգեր, որ խաղում էին, երգում, շուտ ասելուկներ ունեին, պահկվոցի խաղալույց եւ այլն։ Օրինակ այդ երգերից մեկն է, երբ գնում էին գետը լողանալու, արևը դուրս էր գալիս, տաքացնում էր իրենց եւ գիտեք, որ արևը նաեւ ամպի հետևն է մտնում, այդ ժամանակ իրանք երգում էին արև դուրս արի ամպի հետևից կանչեն, որպեսզի արևին խափեն, ասում են քեզ մի բուր չամիչ կտանք դուրս արի, հետո որ ամպի հետևից դուրս էր գալի արևը, ասում են օխ արևին խափեցինք, ասում են մեկ էլ մտնի, մեկ էլ կանչեն, արև, արև, արի դուս, քեզ բերել ենք աչքի լույս, քո քուրիկը լույս ընկան, բերես չամիչ մեկ աման, բայց երեսը տարեգակ, մի բուր չամիչ քեզ կտանք, արևը դուրս է գալիս, երգում են օխ արևին խափեցինք, օխ արևին խափեցինք, օխ արևին խափեցինք, օխ արևին խափեցինք, ամպիտակից հանեցինք, օխ արևին խափեցինք, հետո նորից արև, արև, արի դուս, այդպես նորից համոզում էին։ Հետո այդ երեխաները գնում են դպրոց եւ առաջի երգը, որ երգում էին դպրոցում, դա Այբենարանի երգն էր։ Առաջ Այբուբենը սովորել են երգելով եւ գիտեք, ոչ թե A B G D, Այբեն գիմ դա եւ կար դրա երգը։ Երգում էին դպրոցում Այբեն գիմ դա եզա, Այբեն գիմ դա եզա, դա եզա Թոժեինիլյուն, թոժեինիլյուն, ժեինիլյուն եւ այլն։ Խաց եկահո ձաղատ այդպես ամբողջ երգում են։ Հիմա այս երեխաները ուրեմն որ նորից մեծանում էին, դառնում էին պատանի, արդեն սկսում էին երգել կատակ երգեր, սիրային երգեր, խաղ երգեր եւ ամեն շրջան չի Հայաստանում, որ ունեին այդ սիրային երգերը, երբ մեծանում են։ Օրինակ Սիսիանում գրեթե սիրային երգ չկա։ Նույնիսկ բառերը չկա գրառած եւ Երևան Լալայանի հատորների մեջ էլ չկա եւ Երևան Լալայանը գրում է դրա պատճառը։ Գրում է չկա, որովհետև Սիսիանում 9 տարեկանից նշանում էին աղջկան տանում տուն հարս, ժամանակ չէր ունենում, որ մեծանա, ուրեմն ազատ լինի եւ սիրահարվի եւ սիրային երգ երգի, դրա համար չկա, բայց ասենք Էրզրումում աղջիկը էրզրումցիների մոտ ավելի ուշ էր ամուսնանում, դրա համար էրզրումցիները եւ մյուս այն շրջանները, որտեղ աղջկան 9 տարեկանից չէին տանում, տենց մասսայական ավելի շատ ունեին սիրային երգեր, որովհետև հասցնում էին իրար սիրել, էլ չասած, որ էրզրումցիները մի քիչ շատ էին առաջ անցել այդ գծով։ Այնտեղ Երևան Լալայանը գրում է, որ դաշտերում կային փոսեր, որ ազգագրագետները չէին հասկանում այդ փոսերը ինչի համար է, բայց էրզրումցիները իրենց հետ ջավախցիները հետագայում որ գնացին ջավախք, իրենց աղջիկներին եւ տղաներին ուղարկում էին դաշտը, որպեսզի մտնեն այդ փոսերը, իրենց խոսքով ասած իրար ղունղունեն, իրար այդ ծանոթան համբուրվեն այնտեղ, իրար գրկեն, միջև ուրեմն հետագայում թեովում կհավանի ամուսնանան, այդքան ազատություն է եղել այնտեղ։ Եվ այդ սիրային երգերից շատ հայտնի է Շողեր ջանը, գիտեք,
ամպելածուն չի գալի շողեր ջան, սարիցը տուն չի գալի շողեր ջան, դու շորորա դու նորորա շողեր ջան, ամբիտակին ձունգերևա շողեր ջան, դու շորորա դու նորորա շողեր ջան, ամբիտակին ձունգերևա շողեր ջան։ Օրինակ այս երգը, որ մենք երգի գրառելուց խոսեցինք, Սպիրիդոն Մելիքյանն էլ ունի գրառած եւ գրառում էին այնպես ինչպես լսել էին, այսինքն եթե ժողովրդին լսեք, ժողովրդը կգրառեիք այսպես. ամպելածուն չի գալի շողեր ջան, դու շորորա դու նորորա շողեր ջան, ամպիտակի ձունկերևա շողեր ջան եւ այլն, այդպես։ Բայց Կոմիտասի գրառում էին չէ՞ այդ երգը այդպես։ Ժողովրդը հո չի երգում, դու շորորա, մեկ-մեկ որ երգիչները երգում են, այդպես ժողովրդը երբեք չի երգում։ Ժողովրդը խաղ արել այդտեղ, դու շորորա, Կոմիտասի ականջը ասում է, որ այդտեղ ոչ թե դու շորորա, այլ այդտեղ դու շորորա, խաղ կա այդտեղ եւ նոտագրել է դու շորորա, դու օրորա կամ սկիզբը ամպելածուն, այդպես չեն երգում, երգում են ամպելածուն, երգը այդպես է, այդպես չի, ամպելա, այդ տակի նոտան նա է, այն որ երգիչը սկզբից ուզում է սկսի, ասում ամպելածուն չի գալի, նույնիսկ չի լսվում այդ տակի նոտան, դուք պետք է շատ զգուշ ելնեք, որ լսեք, որ այնտեղ ձայն կա, նույնիսկ Վահան Տեր Առաքելյանը ասում էր Կոմիտասը գրառում է ձայն գրառում էր, որը չի հնչել, բայց նայելով երգչին գիտեր, որ այդտեղ պետք է ձայն լինի, այսինքն երգելը ամպելածուն չի գալի շողեր, ոչ թե շողեր ջան, դու շորորա եւ այլն։ Եվ այդ սիրո երգերից, որ երգում էին եւ գրառում էին 16 տարեկան աղջիկներից, այդ երգերից շատ Քելեր ցոլերը շատ հայտնի երգ է, որովհետեւ այդտեղ հանդիպեցին սիրո երգեր, որ նման չէին այն սիրո երգերին, որ երգում են, ասում են սա սիրո երգ է, ռոմանսների նման, օրինակ, լսած կլինեք, շատ գեղեցիկ ռոմանսներ կան սիրո մասին, գիթառով երգում են տղաները, կամ կինոներում տեսել եք, կամ գնում են աղջկա պատոհանի տակ կանգնում, Մեքսիկայում էր, չէ՞, ընդունված խմբով երգում էին, սիրո երգեր, չէ՞, կարան կոչենք, բայց այս երգերը, այս սիրո երգերը տարբեր են նրանով, որ սրանք են իսկական սիրո մասին են, են տիեզերական սերը, որ հանդիպում է մի անգամ մարդու կյանքում եւ կարող է մարդ վախենա այդ սիրուն հանդիպելուց, այսինքն դրանց մեջ վախ կա, մի հատ սրբազան վախ, անբացատրելի, որը բացատրություն չունի, որովհետև որևէ աշխարհում գիտնական չի բացատրել ինչ է այդ սերը, որ պատահում է, ժողովուրդ ասում է սերը աթարին կպավ, վերջ, դու չես որոշում, դա քեզ հանդիպում է ուղղակի, կամ կհանդիպի, կամ չի հանդիպի, եւ մեծ գրականության մեջ Ռոմեո Ջուլիետ եւ այլն, որ մարդ պատրաստ է իր կյանքը տա դրա համար, այսինքն կյանքը կզոհի, այդ սիրո մասին են այդ երգերը, այդպիսի երգեր հազվագյուտ են հանդիպում աշխարհում, որը կարող է արտացոլի այդպիսի սերը, որ թվում է սա այն սերն է, որ տիեզերքում այդ սերը մի բուն ունի եւ այդ բնի մեջ թաքնված այդ լույսն է այդ երգը արտացոլում։ Դրանցից է Չինարեսը, դրանցից է Քելեր ցոլերը։ Դες Քելեր ցոլերի հետ մի գեղեցիկ պատմություն կա, որ տղան գնում է սայլով աղջկա հետ գնում է եւ գնում է դեզը բերի, գնում է դեպի արևը եւ աղջիկը ասում է տղային ասում է ետ արի, թող խանդում է արևին, ասում է թող արևին եւ արի տղա իմ մոտ արի։ Ես ձեզ կերքեմ Քելեր ցոլերը։ Քելեր ցոլերի իմ յարը արևի ակին քելեր ցոլերի իմ յարը Սարի սովոր մեն մենավոր
որ շեք տղա թող արեգակ շող արեգակ եկ տղա Սարի սովոր մեն մենավոր շեք տղա շող արեգակ թող արեգակ եկ տղա քելեր ցոլեր իմ յարը աղբուրի ակին քելեր ցոլեր իմ յարը կանաչ արվով կանաչ բահով եկ տղա շահով արի բաղով արի շեք տղա եւ այլն Եվ այդ տարիքում կատակ երգեր կան, պարերգեր, որոնցից Հոյն Ազանը ձեզ բոլորից ծանոթ է, չէ՞։ Եվ բազմաթիվ հարյուրավոր պարերգեր ունենք, հենց շողերը պարերգեր։ Եվ երեխաները այդ ժամանակ, երբ որ պատանի են, երգում են տոն օրերին։ Տոն օրերը կար օրինակ դրանցից ծաղկի տոնը, համբարձման տոնը, որ գնում էին ծաղիկ էին հավաքում վիճակ անելու համար, դնում էին կուժի մեջ, այդ կուժը դնում էին գիշերը աստղերի տակ, այդ կուժի մեջ լցնում էին իրեր, որ տարբեր տներից տվել են կոճակ եւ այլն, գրություններ էին գրում, որտեղ բախտը գրած էր, եւ այդ աստղերը պիտի գիշերը կախարդեին եւ մյուս օրը այդ վիճակը հանեն։ Գիտեք, Անուշ օպերայում էլ այդ հայտնի տեսարանը կա, որը անում են, եւ այդտեղ կա եւ աստղերի տակ դնելու երգը, սկալա, որը մեր ժողովուրդը չգիտի ինչ է սկալա, այդպես երգում են սկալա պատին տամ, հավկուրը տամ, աստղերի տակ դնելու երգը եւ կա այդ վիճակը հանելու երգը եւ կան բազմաթիվ երգեր։ Ձեզ շատ ծանոթ ամենահայտնի երգը, որ երգում էին միջև ես ինքս դպրոցական էի, հիմա չգիտեմ երեխաները երգում են թե չէ, եւ մեր յուղում եւ Երևանում դուք էլ երևի շատերը ձեզանից կհիշեն, որ հարսի շոր էին հագցնում մի երեխայի եւ երգում էին Մանի ասեմ ու շարեմ, ջան, ծաղիկ, ջան, լցնեմ տոպրակն ու կարեմ, ջան, վիճակ, ջան, ծաղիկ ունեմ նարնջի, ջան, ծաղիկ, ջան, տղա վերարի փնջի, ջան, վիճակ, ջան, ես աղջիկ եմ ալկուզեմ, ջան, ծաղիկ, ջան, ոսկին ծալեցալ կուզեմ, Ջան, վիճակ, ջան, շատ հայտնի երգ է Վարդավառի, Սոնայարը, այն անգամ ձեր համար երգեցի, մի տուն կերգեմ, Սոնայար, Սոնա սիրուն, Սոնայար, Վարդավառը գալիս է, Սոնայար, ծաղիկը ցնցալիս է, Սոնա սիրուն, Սոնայար, եւ այլն։ Երգում էին նոր տարին ավետիսներ, գնում էին տները հավկիթ հավաքում, քաղցրավենիք էին տալիս, երթիկից կախում էին կողով, որպեսզի այնտեղ լցնեն, երեխաներն էին հիմնականում երգում եւ երգում էին ավետիսներ նոր տարվա։ Ձեր սանդուկներ լեցվին հացով, ավետիս Ձեր կարասնին լեցվին գինով, ավետիս, ձեր կոցոնին գային ջոկով, ավետիս, ձեր ճուկն ու թաս երթանուգան, ավետիս, Ձեր մանչերուն աստված օրնե, ավետիս, ծարխնկենի արմավենի,
ավետիս եւ տասնյակ ավետիսներ ունենք, տարբեր տեսակի, շատ ավետիսներ։ Մյուսը այդ երգերից մյուսը շատ հայտնին բարեկենդանի երգերն են, որը ձեզ վերջում կերգեմ, որովհետեւ իմ վերջի երգը տխուր երգով է վերջանալու, որովհետեւ մեր հերոսը պիտի մահանա եւ մահերգ երգեն։ Դրա համար ես այս բարեկենդանի երգը կթողեմ վերջում կերգեմ։ Բան չլինի։ Հետո այս սիրահարվեցին, ուրեմն ով որ մերժեց չհասավ իր սիրուն չինարեսի պես, որ ասում է լեզուն կամ գարունա ձուն արել, լեզուն չորանա նրա, ով որ բամբասեց աղջկան չառան կամ միտեղ հաջողվեց, ուրեմն ամուսնացան, գալիս են հարսանյաց երգերը արդեն։ Ասեցի, որ հայկական հարսանիքը 7 օրվա հարսանիք է, յուրաքանչյուր օրը նվիրված է մեկ լուսատուի, երևակի օր, փայլացուի օր, լուսնթագի օր, հրատի օր եւ այլն, արևի օր, լուսնի օր, եւ այդ 7 օրը հայերը կատարում էին ծեսեր, յուրաքանչյուր օրվա ծեսը խորհրդանշում էր այդ սիմվոլները, այդ լուսատուի եւ կենդանակերպերի, տիեզերքի պատկերի, դա այն ժամանակ եմ խոսել։ Եվ այդտեղ կան ուրեմն բոլոր երգերը, բոլոր տեսակի երգերը, այդ երգերից ուրեմն դե 400 երգ կա, ասեցի, 400 երաժշտական, ես մի գիրք ունեմ, հայկական հարսանյացից 700 էջից է բաղկացած, 400 էջ բոլոր հայկական շրջանների նկարագրությունն է հարսանիքի եւ 400 էջ այդ երաժշտական նմուշներն են։ Հիմա ես ձեզ համար կերգեմ, շատ հայտնի են թագվորագովքերը, որ նախ ծառը զարդարում են, գիտեք, այդ թագվորի ծառը, եւ հետո երկու բանակները պիտի կռվեին իրար հետ, ով ծառին տիրանար, թագվորը ծառը բռնած կանգնում էր կտուրը եւ երկու բանակներ իրար հետ կռվում էին եւ ով պիտի առաջինը ծառին տիրանա, որ աղջկա կամ տղայի կողմը տիրանար, միշտ հիշում էին, որ այդ ցեղը ավելի ուժեղ է։ Եվ թագվորագովքերը, որ թագվորին արդեն շորերը հագցնում էին եւ սկսում էին գովալ թագավորին, ուրեմն Փեսային անվանում էին թագավոր, աղջկան անվանում էին թագուհի, Փեսային անվանում էին արև, աղջկան համարում էին լուսին։ Այսինքն հայկական հարսանյաց ծեսը ներկայացնում էր արևի եւ լուսնի ամուսնությունը։ Դա մեզ հուշում է մի բան, որ շատ հավանական է, չի բացառվում, ոչ թե չի բացառվում, այլ շատ հավանական է, որ մեր բոլոր երգերը եւ այս մի պատմության են վերաբերվում, որ օրորոցայինները այն արև մանուկի օրորող օրորոցայիններն են, հետո որ այդ արև մանուկը մեծանում է, հաղթում եւ ամուսնանում է, դա իր հարսանյաց երգերն են, հետո որ ինքը հողը վարում է, ոնց որ Սավսի Դավիթը հողը վարեց, դա այդ վարի երգն է, որովհետեւ ամեն տեղ այդ սիմվոլները արևի եւ այդ հերոսի պտտվում են։ Եվ թագվորագովքերից հենց կերգեմ այդ հայտնի Վանի թագվորագովքը։ Թագավոր ինչ բերիմ քո նման, քո կանաչ արևու նման, են արեգական որ կծաղկեր, ծաղկեր քո արևու նման, թագավոր ինչ բերիմ քո նման, քո կանաչ արևու նման, բալասան ծաղիկ որ կբացվեր, բացվեր քո արևու նման։ Շատ գեղեցիկ երգ կա, երբ հարսին տնից հանում են, այդտեղ մի երգը երգում են հարսի համար, որ ելիր գնում ես տնից, շատ հուզիչ երգ է, որ 7 աղբոր քուր տանում են, ասում է աղջիկա անունից են երգում, բայց աղջիկը չի երգում, իբր աղջիկա անունից երգում են կանայք, իսկ աղջիկը երգում է լացի երգը, մերիկ դուն հալալ, հերիկ դուն հալալ, եկած կտանեն քո սրտիկ դալալ։ Դա լացի պես երգ է,
եւ կոմիտասը այնպես է գրառել, որ հենց լացը լինելունն է, ուղղակի երգում են ոչ լաց լինելու պես, բայց տեսեք այս երգը այսպես ասենք. Դուն հալալ մերիկ, դուն հալալ քուրիկ, եկած կտանեն քու սրտիկ դալարիկ, բայց հաստատ աղջիկը երգել է այդ դրանք լացի ելևեջներն են, դուն հալալ մերիկ, դրա համար է տենց վերևելնում նոտան, այլ տարբերակ չկա, և շատ այդ իրա համար, որ երգում էին այդ երգը, ելիր արև լուսացավ, ելիր արև լուսացավ, ելիր երդիկ լուսացավ, ծառներ ժարեկան, տերևներ թափան աղ, ծառներ ժարեկան, տերևներ թափան աղ, հարսնած եկավ, վերին կալերեն, հարսնած եկավ, վերին կալերեն, եկած կտանեն, յոթը աղբոր քուրախ, եկած կտանեն, յոթ աղբոր քուրախ, այդքան գեղեցիկ երգ է։ Հարսանյաց երգերից վերջի երգն էլ երգեմ, արևին դիմավորելու երգը, արևին կոչում էին Վահե, անունն էր Վահե, և բարձրանում էին կտուրը, Հարսն ու Փեսան իրենց ընկերներ հետ և կանչում էին արևին, որ արևը դուրս գա, արևածագին, որ արևը պիտի ծագի։ Առավոտուն դեմ կայներես, կանաչ կարմիր կապերես, առավոտուն դեմ կայներես, կանաչ կարմիր կապերես, Վահե, 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 այսպես կանչում են և երկար երգում։ Ուրեմն ամուսնանալուց հետո իրավունք է ստանում Փեսան հողի հետ աշխատելու, միջև է ցանելու իրավունք չունի, վարուցանք անելու իրավունք չունի, գուցե դա կապված է նրա հետ, որ վարի արարողությունը ինքը կապված էր հենց ամուսնության հետ, այդ սեռական ակտի հետ, ընդհանրապես հողը համարվում էր մայր հողը, գութանը համարվում էր արական, ուրեմն, որ կենակցում է հողի հետ, ապա սերմը ցանում են հողի մեջ և ծնվում է երեխան, հասկը։ Դա արտացոլում էր հայ ժողովրդի գիտակցության մեջ հենց այդ շրջանը։ Դրա համար չամուսնացած տղամարդը իրավունք չուներ ցանկ անելու, վարուցանք անելու։ Եվ գալիս է այստեղ արդեն ինքը նոր շփվում է աշխատանքային երգերի հետ, այսինքն չամուսնացած տղամարդը հողի աշխատանքի երգեր չի երգում, կարող է թաղիկ զարկելու երգ կա,
Էրիշտայի երգ, չգիտեմ, ամեն գործ անելու երգ կա, հովի հետ կապված, բայց հողի հացի արարման երգեր ինքը չի երգի, քանի ամուսնացած չի։ Եվ հացի արարման երգերը, որ ինքը արդեն երգում էին, բաժանվում էին 7 փուլի եւ կային շատ երգեր, այսպես կա նախավարի երգը, երևի լսել եք վանեցիների երգը, աշխարհչելներ, գութանչելներ աշխարհ ինչ էր, բան, դա նախավարի երգը, ճամփին են երգը վարել գնալուց։ Հետո գալիս է վարելու երգը, ձիգտու քաշի ձեր համար երգեցի կամ լոռու գութաներ կա, անցած անգամ երգեցի։ Դրանից հետո գալիս է ցանելու երգը, հետո տափանելու երգը, որ հողը վրա են տալի այդ բանի վրա, ճյուղեր են կապում, որ հողը լցնի եւ ծածկի ծորենի սերմը, հետո գալիս է ուրեմն երաշտի դեմ երգեր էին երգում, տիկնիկ էին սարքում եւ երգեր երգում, որ երաշտ չլինի անձրև գա եւ երգում են քախանի երգ, որ ավելորդ բույսերը քախանում են, հետո գալիս է հնձելու երգը, հնձելուց հետո սայլով կրում են ծորենը, սայլի երգեր կան, շատ անգամ շփոթում են մարդիկ գութանի երգի հետ հայերը, օրինակ հոլ արա եզո երգը, որ ասում է հոլ արա եզո ջան աղբեր ջան հո թոլ արա եզո ջան աղբեր տեսիրուն Դե տոկան ել, դե սևո ել, հո, հոլել, 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 հոլել ջան, սա սայլի երգը, հոլարա, ասում է պտտած շուակը, դայանում, դա վարելու երգը չի, Եվ հետո տանում էին կալատեղ, կալի երգը կա, կարսում էին, այսինքն ծորենը ծղոտից առանձնացնում էին, կամը պտտվում էր, տակը քարեր էր, ճզմում էր, եւ այդ ծղոտը ծորենից առանձնանում էր։ Եվ հետո գալիս էր աղալու երգը, ջրաղացի երգը, եւ հետո հաց թխելու երգը։ Հայերը միակ ժողովուրդն են աշխարհում, որ պահպանել են հացի արարման բոլոր փուլերի երգերը։ Այդպիսի ազգ չկա աշխարհում, որ ոչ միայն փուլերի երգեր, այլ նույնիսկ գութանը հաց տանելու երգը կա, որ աղջիկը հաց է տանում, նույնիսկ երգելով։ Այդ արանքները ես չմտա, էլի։ Նույնիսկ երգ կա, որ ծորենով, երբ որ ծորենը հնձում են, աղջիկները գալիս պարում էին, որ չհոգնեն հնձվորները եւ երգում էին նրանց համար երգ, կամ այդպիսի բաներ կա։ Ուրեմն գալի երգը երգեմ ձեզ համար, Արի կեմատախ, եզո ջան, ռովել ռովել հակալարաման արախբեր, եզո ջան, ռովել ռովել Հաշանը դարման արա, հասկերը ծորեն արա, պրերը հոմ պրերը ջան։ Եվ այդպես ժամանակ չկա, թե չէ ձեզ համար բոլոր երգերը կերգեի միջև հաց թխելու երգը։ Անա դուրները տեկարստացի։ Անա ես ակունք անսամբլի ղեկավարն եմ, ակունքը գիտեք Հայրիկ Մուրադյանն է հիմնել շուտ, հիմա պետական անսամբլ է եւ իրենց սովորեցրել եմ, իրենք երգում են բոլոր հացի փուլերի ամբողջ երգերը եւ դա ձայնագրել ենք մենք ամբողջը։ Հետո ուրեմն այստեղ Սայլ երգերը, հունցքի երգերը ես բերել էի իբր թե պիտի երգեի, իբր թե ջարաղացի բան, բայց դրանք ժամանակ չկա
ես չեմ երգի։ Գիտեք, շատ հայտնի է Սանդի երգերը աշխատանքային երգերից, որ երգում են ու խանե, ու ջանե, Սանդ կծեծեմ գարի ցորեն, խանե, խանե, խիո, խիո, խանե, խանե, խիո, խիո, ուշը, որտեվ խփում են այդ բանով, սանդով։ Աշխատանքային երգերը արտահայտում են հենց աշխատանքի այդ process-ը եւ շատ նման են այդ ռիթմին, ասենք սանդի երգերից վարե հա, վարե հա, վարե հա, հմ, հա, վարե հա, վարե հա, վարե հա, հմ, հա, հմը այդ հարվածն է, էլի որ տալիս են այդպես։ Մենք ունենք աշխատանքային երգ, ասի կարճ ասեմ խաղողի երգեր, խաղող խաղելու երգը, խաղող ճմռելու երգը, գինու երգը, թաղիկ զարկելու երգը, խնոցու երգը, իլիկ մանելու երգը, եւ այստեղան քանի որ աշխատում է, աշխարհի աչքը վրեն է լինում, թե ինչի է սա այդքան շատ աշխատում, արի պատերազմ անեն, գնանք հողը խլենք այս մարդուց, եւ սկսվում է պատերազմ եւ այդ ժամանակ երգում էին արդեն հայրենասիրական երգեր, այդ տղան ինքը գնում է կռիվ եւ երգում հայրենասիրական երգեր։ Հայրենասիրական երգեր մենք ունենք հարյուրներով։ Դուք երևի տեղյակ չեք, հայերը տասնյակ պրակներ են թողարկել հեղափոխությունից առաջ սովետական եւ հետո Սփյուռքում բոլորը հայրենասիրական երգեր, բայց դրանց 99%-ի եղանակները հայկական չեն, որովհետեւ հայրենասիրական երգեր մեծ մասամբ երգում էին քաղաքում նստած ապահով մարդիկ, ֆրակները հագած, որ գիտեին եվրոպական օպերային եղանակները, նրանք այնտեղ կռվում էին, իրանք տունը տենց երգում էին այդ օպերայի եղանակներով այդ կեղծ հայրենասիրական երգերը, որոնց բառերն էլ էժանագին բառեր են։ Հովհաննես Թումանյանի ասած, այնպիսի հայրենասիրական բանաստեղծություններ են գրում, որ Հովհաննես Թումանը, եթե հիշում եք, օրինակ էր բերում, ասում են, նայեք, գրել են ինչ մեծ է Մասիսարը, կեցեմ մեր վեհափառը։ Այսպես բաներ էլի։ Բայց մենք ունենք շատ հայրենասիրական երգեր, որոնք բուն հայկական են իրաց եղանակները, ասենք Գողթան մանկտիկը, Գողթան մանկտիկ ածես, շքեղ փառած ասպարես եւ այլն։ Կամ Զեթունցիների երգը, չէ՞։ Ձայն մհանչեց Էրզրումի, ոնց էր բառը։ Հայոց լեռներ, ձայն մհանչեց Էրզրումի, հայոց լեռներեն, թուն ելան հայի սրտեր, զենքի շաչունեն, թուն ելան հայի սրտեր, զենքի շաչունեն, հայ յուղացին դարուց ի վեր, սուր զենք չեր տեսած, բաթողուց զոր հրացան, բահի տեղն առավ, եւ այլն։ Հետո գալիս են դժվար ժամանակներ, մարդը, տեսեք, շատ անգամ գիտենք, որ թողում էին եւ երկրից գնում էին օտար երկրներ աշխատանք փնտրելու, երաշտեր լինում եւ այլն, չէ՞, գնում էին 10 տարով, 20 տարով, հարսը մնում էր, դա իրական դեպքեր են, որ շատ տարածված է եղել եւ օտարության մեջ գալիս էին այդ օտարության երգերը, որոնցից ձեզ շատ հայտնի է կռունկը, գիտեք, կռունկ ուստիկ ու քաս, ծառայեմ ձայնիդ, կռունկ մեր աշխարհեն, խաբրիկ մչունիս, եւ այդ երգերից այդ դժվար օրերի հայտնի է Անտոնին, Վասպուրականի երգը,
սիրտս նման էր են փլաստներ կոտրեր գերաններ խախտեր էսաներ բուն պիտի դանեն մեջ վայրի հավքեր երթամ ձիթալեմ են ելման գետեր ըլնեմ ձկներու ձակերանցնկեր Ay, 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 tolaç տնավեր Այդ երկերից իհարկե կար ողբի երկերից, երբ կոտորած էր լինում եւ մենք ունենք Անիի ողբը, Ալաշկերտի ողբը, Սասունի ողբը, Ադանայի ողբը, ձեզ հայտնի չի Սասունի ողբը։ Սասուն նստեր, անտերկուլար, հավքերն ալ մեջ կհսկան, դուման փաթեց մեր աշխարհը երբ իմացանք սև խաբար վերջը մարդը կռվելով, հող վարելով, հաղթելով, պարտվելով, ընտանիք կազմելով, աշխատանքի բոլոր երգերով ուղեկցող, տունը նոր հարսագալիս ինքն էլ օրոցային երգում անդադ երգերով, ոչխար պահելով, կով պահելով, գիտեք այդ ոչխարի բոլոր արածացնելու նվագները կա, ոչխարը ջուր տանելու համար հատուկ նվագ կա բերելու համար հատուկ նվագ կա, շանը հարայտալու համար հատուկ նվագ կա, որ գելը գալիս է, չի ասում շներին են, որ ասում են քսի, այդ նվագը բլուլով նվագում է, շունը գիտի, որ գայլերը գալիս են արդեն, հարայ, այդ բոլորը ձայնագրված է, և դրանք գտնվում է ակադեմիա արխիվում, որ սարերում հովիվներից ձայնագրել են, եթե դուք լսեք ֆանտաստիկ նվագներ են, ոչ ոք չի մաքրել, դրանք մի լազերային սկավառականի, որ հանեն ժողովուրդը լսի, ես դրանք ակադեմիա մտել եմ և վերաձայնագրել եմ, ունեմ ձայների զով, ուղղակի այսօր այդպես սրինգ ոչ ոք չի կարող նվագել, դա անհնար է, և ձեզ ասեմ, որ նվագում են առանց շունչ քաշելու, այսինքն դուդուկի նման սես պտտելով չի կտրվում ձայնը սրինգի, անընդհատ է գնում, որը շատ բարդ է, շատ դժվար է։ Եվ երբ մեծանում է արդեն մարդ այդպես կյանքով և դառնում է ծերունի կամ ավելի մի քիչ ծերունուց ցածր, նա արդեն իրավունք ունի, ջահելները չէ, պատմելու էպոսը և հեքիաթներ իր թոռնիկներին և այդ հեքիաթներն էլ երգվում էին, օրինակ Արեգնազան հեքիաթի մեջի երգերից կա աղջկեք, պար բռնեցեք, մեր արմիկին գովեցեք և այլն, այդպես երգեր կան, բայց հիմնականում, որ պատմել են, դա էպոսն է եղել, Սասունի Դավիթ էպոսը, Սասունի Դավիթ էպոսը, այսօր դուք կարդում եք գիրքը, բայց գիտեք, որ այդպես չի, ուրեմն երեք ձևի է ընթերցվել, այսպես ասեմ, պատմվել, խոսքով, արտասանությամբ, հատուկ արտասանությամբ, ասերգով, ասերգնայա, որ ոչ երգա, ոչ խոսք, մեջտեղն է, օրինակ Մոկաց Միրզան արսերգ է, օրներ ուրբաթ-լուսի շաբաթ, գաշտեր իրենք մալաքյավեն, թղթիկ մեգավ ջզիր ու քաղքեն, տվինի ձեր Մոկաց Միրզեն, հազար ափսոս
մոկած Միրզեն։ Միայն մի պահ ձայնով երգում է, բայց հիմնականում ասեր կա։ Ասերգը նույնն է, ինչ որ դուք եկեղեցում լսել եք, որ մեր հոգևորականները կարդում են ավետարանը։ Սրբո ավետարանի Հիսուսի Քրիստոսի, որը ստովանու Տեր մեր Հիսուս Քրիստոս կապ հավատամ կիմի Աստված, տարարարարարարամ, չէ, ասերգա, ոնց որ մոկած Միրզան։ Այդպես էպոսում կան ասերգեր։ Օրինակ Հովանի երգը ասերգա։ Այսօր ես երազմիմ տիսեր, խատիսեր, մեկ լուսնակ մելավես ասուն ասարեր, խասարեն։ Սա ասերգա։ Եվ պատմում էր, եւ էպոսում կան երգեր, որ ասերգ չի, արդեն երգ է։ Ընդհանրապես այսպես է, երբ որ էպոսը պատմողը պատմում է, հայ հրոխբեր, են ինչ դուս կգբնե ընտեղ, եկը մի հրոխբեր, արի բան, այսպես ինտոնացիաներով, հետո երբ որ զգացմունքը թունդանում է, արդեն չի հերիքում այս ասերգը, որ այս խոսքը, ինքը անցնում է ասերգի, իսկ երբ որ գալիս է շատ լարված պահ էպոսում, որ զգացմունքը հասել է գագաթնակետին, եւ ոչ խոսքը կօգնի, ոչ ասերգը կօգնի, ինքը այդտեղ երգ է։ Դրա համար էպոսի ամենա տեղերը, դրամատիկ տեղերը երգվում են, երգ են։ Օրինակ այդ դրամատիկ տեղերից մեկը նա է, երբ որ Դավիթը հորոխբորից ուզում է իր հոր զենքերը, որ գնա Մսրամելիքի դեմ կռիվ, եւ հորոխբերը ճարը կտրած ուրեմն բերում է զենքերը տալիս է, եւ հենց Դավիթը այդ զենքերը վերցում, հորոխբերը ափսոսում է, ասում է 1000 ափսոս, որ պիտի գնա հեսա կորի, էլի, գնալու այնտեղ ինքն էլ մեռնի, 1000 ափսոս քուրկիկ ջալալին, թուրք կեցակին, թանքնի Սադաֆին, քամարնի գոտին եւ այլն, այդ խաչ պատերազմին ափսոսում է։ Եվ այդ վաղ Դավիթը գալիս է առաջ, որ հորոխբորը թրով զարկի, որ ոնց դու այդ ինչ չես ափսոսում, այդ բաներն ես ափսոսում, հորոխբերը աման ասում է 1000 ափսոս իմ թլոր Դավթին, ասում է, որ մերի կոտը գնաց, որ նոր որ բանը։ Ափսոս, 1000 ափսոս, քուրգիկ ջալալին, ափսոս, 1000 ափսոս, թամքնի Սադաֆին, ափսոս, 1000 ափսոս, 1000 ափսոս, խաչ պատերազմին, ափսոս, 1000 ափսոս, 1000 ափսոս, թուրք կեցակին, այդ վարդ գալիս է, որ խփի, ասում է, ափսոս, 1000 ափսոս, գնաց Սասնատնեն, կոտինը մհերի, 1000 ափսոս, Դավիթս, եւ էպոսի երգերը շատ են, Կոմիտասը երազում էր գրի Սասի Դավիթ, այպես օպերա, բայց դա օպերա չէր լինելու եվրոպական, դա պիտի լիներ արևելյան միստերիաների նման ինչ-որ մի բան, եւ այդպես գիտեք, որ չհասցրեց։ Էպոսի երգերի ինքն է գրառել շատ, Կոմիտասը, էպոսի երգերից գրառել է Սպիրիդոն Մելիքյանը, էպոսի երգերից գրառել է Արամ Քոչարյանը, էպոսի երգերից չի գրառել, մագնիտոֆոնով ձայնագրել է Սրբույլ Լիսիցյանը,
Ստեփան Լիսյանի աղջիկը, գիտեք, մեր պարերի հայտնի երկու հատոր Սրբուհի Լիսյանը, իդեպ այդ ժապավենները գտնվում էին Սրբուհի Լիսյանի արխիվում, Սրբուհի Լիսյանի տանը, այդ տունը գտնվում էր կինոնայիրի դիմաց, այդ տունը ամբողջ պատերով լեփ-լեցուներ թղթապանակներով, հետագայում այդ տունը տվեցին մի պաշտոնյայի եւ դատարկեցին այդ արխիվը մեջից, ուրեմն այդ արխիվը միջև հիմա փնտրում են մի մասը գտնվեց, եւ ես գնում էի այնտեղ Սրբուհի Լիսյանի աշակերտուհիների մոտ, Ժենյա Պետրոսյանի եւ Էմմա Խաչատրյանի մոտ, որպեսզի նոտագրեի այդ ժապավենից էպոսի երգերը եւ այնտեղ մի վանեցի էր պատմում էպոսը եւ ես նոտագրեցի մի քանի երգ եւ հաջորդ անգամ միջև որ պիտի գնայի աշխատեի տևեց արդեն այդ արխիվը եւ անհայտացած են ես այդ ժապավենները չկան տեղը չգիտեմ որ վերջացնեմ որովհետեւ այնտեղ ամբողջ էպոսը պատմում երգում էր այդ վանեցին ես այնտեղից տեսեք ինչա կատարվում էպոսում էպոսի երգերը երբ դուք լսեք իմանաք շատ անգամ հորողպեր երգը օղորմիներ երգը ափսոս երգը եւ այլն երգվում է նույն եղանակով կտեսնեք Հայրիկ Մուրադյանի մոտ կարողա տեսնեք մեկի մոտ Սպիրիդոն Մելիքյանի մոտ եւ այդտեղ բայց դա նրանից է որ այդ երգողը այդ ասացողը մի եղանակ է իմացել եւ ինչ երգ եկել է այդ եղանակով բայց ամեն մեկը ունեցել է իր եղանակը դրա համար փնտրում ենք օրինակ Կոմիտասն էլ ունի մի գրառողից գրառած էպոսից շատ երգեր որ նույն եղանակով է երգում անկախ նրանից որը կերքի Մսրամելիքի երգը կերքի Իսմիլ Խաթունի երգը կերքի թե Դավիթի թե այս երգը բայց Կոմիտասը նաև ունի ուրիշ գրառում որ այնտեղ ուրիշ է եղանակը այսինքն պարզա չէ ինչ եմ ասում օրինակ Դավիթը որ իր հորողբորից խնդրում է որ որփա անի իրան տիրություն օրինակ Սպիրիդոն Մելիքյանի մոտ երգում է օղորմիի եղանակով օղորմի որտեղ ուրիշ եղանակ չի իմացել բայց ես գտա դրա իսկական երգը այդ վանեցու մոտ բայց կան նաև ուրիշ երգեր որոնք տարբեր են եւ այդ բոլոր տարբեր երգերը ընտրելով եւ ամբողջ արխիվը հավաքելով ես գրեցի Սասի Դավիթ օպերա բալետ որը ուրեմն ֆինանսավորեց դար հիմնադրամը Աղաջյանների եւ պատրաստեցինք այդ հնագույն միջնադարյան գործիքները Մատենադարանի նկարների համապատասխան այդ գործիքներով նվագվեց եւ 2 տարում ձայնագրվեց այդ իմ օպերա բալետը, որը 110 համարից է բաղկացած եւ այդ բոլոր եղանակները մեջը օգտագործված է եւ կա YouTube-ում դրված։ Իրանք չէին թողում, պիտի բեմադրեն, ամֆիթատրոն սարքեն եւ այլն։ Ես համոզեցի, որ արդեն 6 տարի անցել է եւ չեմ կարող չդնել, որ Արթուր Շանազարյան Armenian Epic, որ գրեք, կբերի 2 մասով, Սասի Դավիթ էպոսը Եվ հիմա դա պիտի դնենք նկարներով, որ մարդիկ հասկանան, թե որ երգը որ մասին է վերաբերվում, որովհետև շատ անգամ չեն հասկանա լսելով, էլի։ Այնտեղ կա եւ ասերգը մեր հին, եւ այդ բոլոր երգերը, եւ մեր բոլոր հին պարերը։ Օրինակ ես այնտեղ պիտի դնեի, ասենք մի 5 պար, որ Սասի Դավիթին ճանապարհելիս պարել են։ Ես մոտ 500 պարից ընտրել եմ 5 պար, որոնք վերաբերվում են մեր ամենահնագույն շրջանին, որովհետև այդ երգերի կողքին դու ինչ դնում ես փլվում է։ Պիտի ասենք վանեցիների բանի Շիրազու գյուղում որ պարում էին դրանց եղանակն եմ դրել տարարիրարի դարիդամ տարարիրարի դարիդամ տարարիրարի դարիրարի տարարիրարի դարիդամ տարարիրարի տես պարում էին այդպիսի պարեր ունենք եւ դրանք բոլորը դրել եմ այնտեղ մի խոսքով էպոսից մի բան էլ կերքեմ ու կանցնենք առաջ էպոսից օղորմիները հայտնի Երեք տեսակ օղորմի կա իրար կպած կերքեմ Դառնանայամ զողորմին տայտամ տամսանասարին Դառնանայամ զողորմին տայտամ տամ Բաղդասարին Դառնամ զողորմին դիտամ ցենով օհանին Դառնամ զողորմին դիտամ են ջոջ մահերին
դառնամ զողորմին դիտամ հազարողորմին ընջոչ մհերին խանդուտ խանոմին ընթլոր դավթին եւ այլն սա օղորմիներն են եւ այդտեղ մի խոսքով շատ երգեր կան որ զենքը ուզում է հորողբորից օրինակ ես երգեցի ափսոսը բայց որ ուզում ասում է տո խարող բեր հերախոտ խարող բեր ջոքենե գուզիմ վրյո գուզիմ քուրկիկը ջալալին տո խարող բեր հերախոտ խարող բեր ջոքենե գուզիմ վրյո գուզիմ թուրը կեցակին կտաստուր խաթրով չեսի տակ կայնեմ զորով են կարնեմ ես կրճատ երգեցի որտեղ հերթով թվարկում է թե որտեղ ինչ է ուզում եւ այդ վանեցու երգը երգեմ որ նոտագրեցի այդ կասետից որ որփության երգը այն ինչ որ գրառել էին չէր համապատասխանում եղանակը որ ինքը ասում է հորողբեր դու ինձ արա հերություն, որովհետև նույն այս օղորմի եղանակով տողրողբեր, խերախոտ խրողբեր, նույն եղանակով երգում են, չէ։ Իսկ այստեղ հենց իսկական այդ երգներ, տեսեք ոնց էր։ Խրողբեր, խրողբեր, խերախոտ խրողբեր, հերչունեմ արա հերություն մեր չունեմ արա մերություն որփեմ ու անդեր աշխարհքի վրա մեռնիմ քե խրողբեր խերախոտ խրողբեր տեսեք միամիտ ոնց որ գառը մայի այդպես միամիտ པարզ երգ է ինքը Ուրեմն հասանք վերջը, դե որ այդքան մեծացավ պիտի մահանա եւ մեր ժողովուրդը ունի պահպանած մահերգեր, գերեզմանի երգեր, այսպես ասած, որոնցից շատ գեղեցիկ է Կոմիտասի մի գրառած ողբերգը։ Վայ Եվ ինչպես խոստացել էի, որ մահերգով չվերջացնենք, բարեկենդանի երգով կվերջացնենք։ Կացեք տեսեք ով կերել թուփը, կացին տեսան էցնա կերել թուփը, էց վերթափին թուփ վրեցունիկ վարագա տակնակուգա վրես կուգա հալալե ջալալե, էս ինչ բարի աշխարհեր եկավ գովերմե հայ գովերմե ուհու, կացեք տեսեք ով կերել էցը, կացին տեսան գելնա կերել էցը, Գել վերեցին էց վերթփինիկ վարագա տակնակուգա վրես կուգա հալալե ջալալե Էս ինչ բարի տարի երեկավ գովերմե հայ գովերմե ուհու Կացեք տեսեք ով կերել գելը կացին տեսան արշնա կերել գելը արչն ու գելը գելն ու էծը ձեզ բարեկենթան մեզ բարի զատիկ Կացեք տեսեք ով կերել արչը կացին տեսան թուրնա կերել արչը թուրն ու արչը արչն ու գելը գելն ու էծը էծն ու թուփը ձեզ բարեկենթան մեզ բարի զատիկ
Կացեք տեսեք ով ա կերել թուրը, կացին տեսան ժանգնա կերել թուրը, ժանգն ու թուրն ու արջը արջն ու գելն ու էծն ու թուպը, ձեզ բարեկեն թան, մեզ բարի զատիկ, կացեք տեսեք ով ա կերել ժանգը, կացին տեսան հողնա կերել ժանգը, հողն ու ժանգն ու թուրն ու արջը արջն ու գելն ու էծն ու թուպը, ձեզ բարեկեն թան, մեզ բարի զատիկ, կացեք տեսեք ով ա կերել հողը, կացին տեսան օծնա կերել հողը, օծն ու հողն ու ժանգն ու թուրն ու արջն ու գելն ու էծն ու թուպը, ձեզ բարեկեն թան, մեզ բարի զատիկ, կացեք տեսեք ով ա կերել օծը, կացին տեսան փետնա կերել օծը, փետն ու օծն ու հողն ու ժանգն ու թուրն ու արջն ու գելն ու էծն ու թուպը, ձեզ բարեկեն թան, մեզ բարի զատիկ, կացեք տեսեք ով ա կերել փետը, կացին տեսան կրակնա կերել փետը, կրակն ու փետն ու օծն ու հողն ու ժանգն ու թուրն ու արջն ու գելն ու էծն ու թուպը, ձեզ բարեկեն թան, մեզ բարի զատիկ, վերջում հարցը բոլորին ուտում ա, բայց ես այդ կաշուչը չի երիք։ Մամիկ ոնց մնան։ Այդ ասելքերը կարելի ասել ներկայիս ռոքի, Այո, դա այդտեղից է գալի, բոլոր ազգերը ունեցել են, երկելով պատմել, այո։ Հիմա թե դա նոր բան, բայց նոր չի։ Չէ, հին աշխարհում կարդալ չի եղել ընդհանրապես, չի եղել, Հոմերոսը եւ հին գրքերը հին աշխարհում չի եղել երբեք, ամբողջը ասերկվել երկվել է Հոմերոսի Իլիականը, Ոդիսականը եւ Շումերի Գիլգամեշը չի արտասանվել, չի կարդացվել, դրանք ամբողջը ասերկվել եւ երկվել են, հին աշխարհում չի եղել կարդալ, դրանք բոլորը վիպերքեր են, բոլորը, ծայրից ծայր, կարդալը հետո է եկել, արդեն հետո, այո, Հարցունեի։ դե ինձ թվում է հարցեր չկան, որովհետև երկի հետ հարցեր այո, Կապ, ես փոխանցենք Մի րոպե։ այստեղ էլ կա։ Ներկայացիորս Շատ շնորհակալ ենք, անչափ շնորհակալ ենք, շատ մեծ բավականություն ստացանք։ Այսպեսի մի հարց եմ ուզում տալ ձեզ։ Դուք գիտեք, որ խազերով զբաղվում եք ժամանակին։ Ինչ վիճակում են հիմա այդ գործը Ես 5 ստացվում է։ հատոր գրեցի, 5 հատորն էլ հրատարակվեց, առաջի հատորը առոգանություն, ես անցած անգամ բերել եմ 5 հատորը, երկրորդ հատորը ձայնեղանակներ, երրորդ հատորը տաղաչափություն, չորրորդ հատորը խազեր եւ նրանց նշանակությունը, 5-րդ հատորը վերծանություն։ Ես վերծանեցի պարզ շարականները եւ միջին բարդության շարականների մի մասը վերծանել եմ 5-րդ հատորում արդեն կա։ Միջև այդ որ համարվում էր Կոմիտասի արածը կորած, համարյա ես դա հրատարակեցի 2001 թվականին Կոմիտասի ձեռագրերի հետ միասին եւ իր ձեռքով վերծանած շարական եւ խազերի բանալու մասին գրություն, որը երբեք լույս չէր տեսել, առաջի անգամ դրանք վերծանեցի, այնպես որ գործը այդքան առաջ է գնացել եւ համերգել է եղել, ձայնապնակ է եղել, կամերային պետական երգչախումբը Ռոբերտ Մլքյանի երգեց Աղմուսավանքում ձայնագրվեց անգլերեն, հայերեն, լազերային սկավառակ եղավ գրքով եւ այլն եւ 5 հատորը հրատարակվել է Ամերիկայի ուրեմն դրազարք հրատարակությունը Մի խոսքով այդպես։ Հիմա էլ ես ինքս կարդում եմ, չեմ հասկանում այնտեղ ինչա գրած։ Ինչի՞ չեք հասկանում, ինչի՞ չեք հասկանում։ Դե որ արդեն գրեցի, վերջացրեցի, դրեցի մի կողմ, հիմա մեկ հարց են տալիս, չեմ հասկանում, չեմ գրել։ Կարևորը գրել եք եւ հիմա օգտագործում եք հաստորեն։ Ես շնորհակալություն եմ ձեզ հայտնում, բայց կարծում եմ, որ երգերին կենթանություն տալու համար ժողովրդից վերցնել, պիտի նաև վերադարձնել ժողովրդին։ Ես շատ շնորհակալ կլինեմ, որովհետև այս վերջին փուլում ազգային տոնացույցով ենք զբաղվում, նաև ծիսակարգերով։ Կհուշեք մեզ տղա ունենալու վերաբերյալ որևէ երգ եղել է եւ արդյոք 40-ին հատկապես վերաբերվող։
Այդ մեկը չկա բոլորի մեջ։ Ատամ հանելու Հենց այդ կարգ։ հարցը գիտեմ, այդ մեկը չկա։ Իսկ կան նմանատիպ ինչ-որ մի բան, որ կարող Կան ենք դրա բանաստեղծությունները, երկը չի պահպանվել, կան բառերը, Ատամ Հատիկի բառերը, որ ասում են ժողովուրդը, Ռ. Գրիգորյան, մանկական խաղերքեր, խաղեր եւ երգեր, գիրք կա, սովետի ժամանակ հրատարակվեց, շագանակագույն գիրք է, այնտեղ բոլորը կան այդ Ատամ Հատիկի եւ բանի բառերը։ շատ բարի, բայց ամեն դեպքում հողի ցանքի հետ կապված, եթե դա ավելի շատ ամուսնությանն էր վերաբերում, որովհետեւ ուղիղ կապված էր, ամեն դեպքում այնտեղ ծիլը տնկելու փուլում Մեկը չկա, բոլորը կա, ինչ երկի մասին ասեք, ինչի մասին մենք երգ ունենք։ Բացի այդ 40-ի տղայի հանելու եւ Ատամ Հատիկի։ Հա, բայց երբ որ ծիլը դուրս է գալիս, մենք դա բերում ենք համեմատության, որ որդին ծնվեց, կարող ենք ծիլի ծնունդը երգել ամեն դեպքում որդի ունենալու հետ։ Չենք եթե ուզում եք երգեք։ Բարի, շնորհակալ եմ։ Նախ շատ շնորհակալություն, իմացությունս բավականին շատացավ, շատ շնորհակալություն։ Ձեր այս մեզ ներկայացրածը կա դպրոցում, մտածա դպրոց։ Չեմ կարծում, այսինքն դպրոցում ոնց լինի։ Չէ, ես անհնարին է, եթե մենք պիտի որպես հայ մնանք, շարունակենք, ձեր այս ամբողջ ինչ որ գոնե աշխապով մեզ մատուցեցիք, դա պետք է մտնի դպրոց։ Դե դա իմ ձեռքը չի արդեն դպրոց։ Չէ, բայց դուք երբևէ այդ կզբաղվել եք այդ։ Այո, իհարկե, ես ամբողջ կյանքս աշխատել եմ մանկապարտեզում եւ դպրոցում, միջև այսօր ծրագրերը վեր։ Ասել է թե դպրոցում։ Ես դպրոց մտցնում եմ, անում եմ, որտեղ ես լինում եմ։ Որտեղ եմ հրատարակել օրինակ մանկական 104, 101 մանկական ժողովրդական երգեր առաջի դասարանից միջև բարձր դասարան, դրանք երգում են, տարածված են շրջաններում, դպրոցները գնում եմ ուսուցիչներին բերել ենք շրջաններից 60 ուսուցիչ, վերապատրաստել ուղարկել ենք շրջաններ, Մղթար Սեբաստացի կրթօջախում պահել ենք այդ ուսուցիչներին, անում ենք ինչ հնարավոր է, ուղղակի պետական ծրագրերը, օրինակ դպրոցի երաժշտական ծրագրեր էին կազմել, ուղարկել էին ինձ կարծիքի, եթե մի հատ հոգեկան հիվանդի ասես այդպես ծրագիր գրի, դրա մասին եմ իրանք հոգեկան հիվանդից ուժեղ էին գրել այդ ծրագիրը, էլի չեք հավատան, դա ինչեր էր գրած։ Ինչ որ խելագար բաներ, էլի։ Մեզանից Դրանց էր դասական երաժշտությունը լսեք, ասենք Մոցարտի, ասենք, եւ փորձի շարունակել, աշակերտի, նոտալի, սիմֆոնիա, Մոցարտի 47 սիմֆոնիա, պիտի լսի, փորձի շարունակի։ Այսինքն այնպեսի մի ծրագիր ա գրած, որ ոչինչ չանեն, էլի, անհնարին լինի որևէ բան։ Իսկ մեր դպրոցներում ինչ են անցնում բանի այդ երկի Շատ ժամը։ տարբեր, նայած դպրոց։ Այսինքն հիմար պետական ծրագիր գույություն։ Մանկապարտեզ կա, ռուսական էստրադային երգերով հանդեսներ են անում։ Մանկապարտեզ կա, երգում են լավ երգեր։ Արեգնազան դպրոցը երգում է իմ երգարանով, որքան գիտեմ ահագին այդտեղ շատ դպրոցներ շրջաններում ես գնացի եւ զարմացած էի։ Մտա տեսա հայկական ծաղկունքի Սևանի ծաղկունքի, Դդմաշենի, Զովաշենի այդ դպրոցներում երգում են հայկական երգեր, շատ լավ, օրինակ, այսինքն նույնը չի վիճակը, որ ցենց ընդհանուր ասենք բոլոր դպրոցներում մի օրինակ է։ Պարոն Շահնազարյան, այդ երգելուց բացի նաև մատուցվում է բանավոր, երեխաները իմանում են Դասատուն ինչքան գիտի մատուցում է, բայց մեր մոտ միջև 10-րդ դասարան կամ չգիտեմ որտեղ կա երաժշտական ծրագիր դպրոցներում, որը եթե մարդ դա այդ բոլորը սովորի, երևի կոնսերվատորիա կոպիտ ասած առաջի կուրս կընդունվի, բայց 10-րդ դասարանը վերջացնում է, ասում ես 3 հատ երգ երգի չգիտի։ Ումա պետք է այդ ամբողջը։ Տարին մի երգ սովորեին, 10 երգ գոնե կիմանային, որ հավաքվեին իրար հետ երգեին։ Այսինքն դա պրակտիկապես ոչ մի բան, զրոյա։ Իսկ երաժշտությունը համարում էին մի կրթություն աշխարհում գերմանացիները եւ հին աշխարհը համար 1 կրթություն էին անում, համար 1 բոլորի մեջ առաջինը, որովհետեւ միայն դա է, որ ենթագիտակցության վրա ազդելով փոխում է մարդուն։ Դրա համար շատ կարեւորություն էին տալիս, որ Պլատոնի, չէ, բանը ասում են, որ ինչպեսին երաժշտության վիճակն է, այդպիսի վիճակա երկիրի, եւ ինչպեսի վիճակում է այդ երկիրը, այդպիսի վիճակում է այդ երկրում երաժշտությունը, եւ
Հունգարիան օրինակ Բարտոկի եւ Կոդայի շնորհիվ հեղափոխություն արեց, իրանք գրեցին 100 տարվա ծրագիր եւ իրանց մոտ մանկապարտեզի երեխան, որ գնա առաջի դասարան 40-ած ժողովրդական երգ գիտի արդեն։ Եվ այնտեղ կվարտետ են արդեն նվագում 7-րդ 8-րդ դասարանում։ Հունգարիայի բանը դեպուտատները խորհրդարանում բազմազան երգչախումբ ունեն, երգում են։ Դա 100 տարվա ծրագիրը իրագործեցին Բարտոկն ինքը, որտեղ օրենք ընդունեցին, այսպիսի օրենք։ Իրենք ասին Հունգարիայում մանկապարտեզի դաստիարակչուհին շատ ավելի կարևոր ու հայտնի մարդ պիտի լինի, քան մեր օլիմպիական չեմպիոնը սպորտի, շտանգայի։ Դա ի՞նչ է տալի ասում են ազգին։ Այս մանկապարտեզի դաստիարակչու հետ համեմատես 0 է։ Եվ մանկապարտեզի մեր դաստիարակչուհին ավելի մեծ մարդ է, քան օպերայի գլխավոր դիրիժորը։ Այսպիսի օրենք իրանք ընդունեցին եւ իրանք կարողացան այդ հեղափոխությունը անել։ Ես գնացի Հունգարիա, ծանոթացա այդ ծրագրին, այդ դասագրքերը բերեցի Հայաստան, դարձա ձգտեցի, որ դառնամ տիրական դպրոցների, որ կարողանամ փոխեմ, դարձա Հայաստանի դպրոցների փոխնախարարը, ծրագրամեթոդական վարչության պետը, ծրագրերի 96 թվին, բանի դպրոցների, բուհերի, մանկապարտեզների, ու չկարացա փոխեմ, ամբողջ ակադեմիան դուրս եկավ իմ դեմ։ Էս ի՞նչ ես անում։ Մենք ստե նստած հացի փոխենք, հաց ենք, մեր գրքերը արդեն որոշված է, սա պետք է լինի, սա հացի փող է, մեր էս ի՞նչ ես անում, մեր բանն ես, հացն ես կտրում, դու քեզ ի՞նչ ես ուզում, ասա քեզ տան գնա աղբեր, քեզ ի՞նչ է պետք։ Ասում եմ ինձ պետք է, որ փոխվի մեր կրթությունը, լավանաս, այս չի կարող պատահի։ Խնդրեմ։ Նախ ողջունում եմ նորից, հարգելի Արթուր Շահնազարյան, ես ինքս բազում անգամներ ներկայ եմ եղել Արթուր Շահնազարյանի տքնաջան աշխատանքին ու դրա արդյունքներին ու այդ ներկայացմանը ամեն ինչին։ Մենք միասին գործել ունենք, ես մի հատ գիրք ունեմ, Հարսանյաց տեսը, բան, CD, գիրք, փոքր գիրք է, ոնց էլ հիշում եմ, CD-ով, լազերային սկավառակով, որտեղ երգում է ինքը Կոմիտասի երգերը։ մի փոքր բան երգել եմ, շնորհակալություն, որ հիշում եք Արթուր ջան։ Ես ուզում եի հարցնել օրորոցային երգերը, որ ասացիք, ուրեմն հիմա շատ է տարածված այն արի իմ սոխակ երգը, նախ ինչպես եք վերաբերվում այդ երգին, երկրորդը միած sense չնայած հիմները իրենք համարվում են ծրագրային երգեր, բայց հիմների մասին չի խոսքը։ Այդ ձայնը հնչեցը երգեցիք, նույն արի իմ սոխակը, կարծես ինքը ծրագրավորի ազգին, թե ինչպիսին պիտի լինի, ինչպիսին պիտի լինի մարդ, ինքը կարծես կերտող երգ է, ինքը ամեն տունը ինչ որ մի բան ասում է, թե ազգի որ հատված ինչ պիտի անի, որպեսզի լավ լինի ընդհանուր հասարակության երկրի վիճակը։ Կա տենց առանձին ժանր ծրագրային երգերի ժանր, ինչ որ առանձնացված, որը որ ծրագրային ես ասեցի ինչ կա չկա։ Արիմ Սոխակը հայկական երգչի, դրա հեղինակը ռուս Կազաչենկոն է, Կազաչենկոյի երգն է, եւ երբ որ հայերը դա հրատարակում էին որպես հայկական երգ, Կոմիտասը հոդված գրեց եւ ասեց Արիմ Սոխակը Կազաչենկոյի երգն է։ Դա ռուսական ռոմանս է։ Я любил тебя, мой любимый друг։ Բայց բառերը երևի մերոնք են գրել, հա։ Ով է գրել, ով անշայինը չի բանը, հա։ Դրանք հայկական եղանակ չեն, օրինակ ասենք երաժշտական խոսելու լեզու եւ կա երաժշտական լեզու։ Եթե մենք պահում ենք մեր մայրենին, նույնը պիտի պահենք երաժշտական լեզուն, դա էլ է լեզու։ Օրինակ ինչի մեր հիմնը, ասենք բառերը հայերեն են, թեկուզ հաջող, հարցը դրա մասին չի, հայերեն են բառերը, բայց եղանակը հայերեն նորից օպերայից հայկական չի, այսինքն տրամաբանություն չկա, էլի էտե։ Դա նույն բանն է, որ եղանակը հայկական լիներ, բայց բառերը լինեին, ասենք, չեխերեն կամ ռուսերեն։ Նույն բանն է, հավասար, որտեղ երաժշտություն էլ է լեզու։ Մի խոսքով այդ հարցում էլ լիքը գործ կա, որտեղ շատ տարածված է, հիմա շատ վերին աշճանի տարածված է։ Մենակ դա չի տարածված, դա չարիքի փոքրագույնն են եւ չարիք էլ չեն, ոչինչ, երգեր են, սիրուն եղանակներով։ Հա, գոնե փչացնող չեն։ Ռաբիսն է տարածված չարիքը մեր այդ արևելյան կլկլոցները համատարած, որ ստադիոններ են լցնում, դալիչներ են լցնում եւ 100 հազարավոր հայեր են աղջիկներ լսում։ Ես մտնում եմ խանութ, աղջիկներն են սպանա լսում, որ վախենում են։ Ջայր սիրուն աղջիկը միացրած, sense ապշում ես նայում ես երեսին։ Sense ահավոր բաներ կա, բայց
Հույսներս չկտրենք, այդքան։ Ու եթե գաղտնիք չէ, այս պահին ինչ նպատակներ մոտակա, ինչ որ նոր, ինչ որ ծրագրեր, բան, ինչի վրա եք աշխատում, ինչ բան։ Ես մի հատ կանտատ եմ գրում, առաջի մասն եմ վերջացրել, բայց համարյա գործ չեմ անում։ Այդ 5-րդ վերջի հատորը լույս տեսավ անցած տարի, որոշեցի մի տարի բան չանեմ։ Հանգստանամ։ Շնորհակալություն։ Մտածեմ։ Ես կավորվեմ Շնորհակալություն այս հրաշալի երեկոյի համար։ Դուք շատ լավ ներկայացրիք, թե ինչ է կատարվել Հայաստանում, բավական լուրջ աշխատանք է նույնպես կատարվել, բայց Արևմտյան Հայաստանի հետ կապված ինչ որ իրողություններ կան, որ ձեզ հայտնի են։ Բոլորը գրանցվել է, ոչ, Արևմտյան Հայաստանի բոլոր երկրները գրանցվել են։ Բոլոր երկրները։ Նույնիսկ գնացել են Նյու Յորք, Բոստոն, չգիտեմ որտեղ, Ամերիկա, այն տատիկները, որ գաղթել էին, նրանցից բոլորը ձայնագրել են, նոտագրել են, ձայնագրել։ Շնորհակալություն։ Բոլորը ձայնագրված են։ Մենք գիտենք, որ շատ բուժիչ երգեր կան, երաժշտություն, որ բուժում են հիվանդներին։ Այդ դրանց մասին գուցե մի երկու բան ասեք։ Դա ոչ թե հատուկ ինչ որ երգը բուժիչ է, այդ երգը բուժիչ չէ, էլի բուժիչ է, դա մի հատ ուրիշ բան է, առանձին դասախոսության նյութ է։ Միջնադարում եղել է այդպես բժշկություն, երաժշտության տեսություն, որը ես անցած անգամ որ աշխարհի պատկերի մասին խոսում եմ, ասեցի այդ մասին, որ ամեն ինչը հարմարացրել են, եւ դա միայն մեր մոտ չի, հնդիկների մոտ, չինացիների մոտ, հին ազգերի մոտ, հույների մոտ երաժշտության, բժշկություն, տես նույնիսկ բաներ կա, տրակտատներ կան, Կոմիտասն էլ հոդված ունի բժշկություն, երաժշտության, ըստ միջնադարյան աղբյուրների, թե ոնց էին պատկերացնում, որպեսզի կարճ ասեմ, պատկերացնում են այսպես, որ քանի որ մարդու մարմինը բաժանվում էր ըստ տարերքների, բացի այդ ոչ միայն մարմինն էր բաժանվում ըստ տարերքների, որ ոտքը հողն է, այստեղ ջուրը, այստեղ օդը, հետո գլուխը, այլ նաև մարդու մարմնի մեջի նյութերը, ասենք լեղին համարվում էր հուր տարերք, փայծախը էս, մյուսը էս, արյունը սա, նա եւ հիմա գանք մոռանանք սա, անցնենք քնարի լարերին։ Քնարը ուներ 4 լար, որոնցից ամեն մեկը համապատասխանում էր մի տարերքի, հող, ջուր, օդուր։ Եվ ամեն լար ուներ իր եղանակը։ Ամեն լարից գնում էր մի ձայնաշար, մի եղանակ, որը լադ է, լավ չխորանանք։ Եվ հիմա նայում էին, եթե այս մարդու մոտ, ասենք, ջուր տարերքն է, որ հող տարերքն է հիվանդացել, այս մարմնի այդ մասը, որ համարվում է հող տարերքին, որը սառն է համարվում, դրանք ունեին ցենց սառից միջև ջերմ հուր տարերք, ուրեմն իրան պետքա ջերմը նվագել, որ լավանա, ասենք հուր տարերքի եղանակը։ Ուրեմն սրան պետքա նվագենք, եթե այս ինչ մորգաննա, այս լարի հուր տարերքի եղանակը, որ նա լավանա։ Եթե հիվանդացել է այս մասը, այս եղանակը պետք է նվագենք։ Եվ այդ եղանակները համեմատելով այդ տարերքի եւ բանի հետ որոշում էին, որ եղանակ կնվագեն, որ լավանա։ Հետո սա գնալով բարթանում է, ավելի բարդ։ Այսինքն արդեն գնում է կենթանակերպեր, ասեն 12 կենթանակերպ, թե այս մարդը ինչ պրոբլեմ ունի, որ եղանակը պետք է նվագել, լավը զգա եւ այլն։ Այսպես համակարգ է։ Այս համակարգը ոչ միայն մեր մոտ է եղել, այլ բոլոր ամբողջ հին արևելքում, որը կոչվում է բժշկություն երաժշտությամբ։ Դա չեմ փորձել հիմա, որ ասենք օգնում է, թե չէ, այսինքն ոչ այդ եղանակները նորմալ գիտեն, թե ոնց պետք է նվագեն, ոչ նվագելը գիտեն, ոչ էլ հիվանդը գիտեն, թե այդ հիվանդը ինչ է, ինչ պիտի նվագվի, էլի։ Հիմա այդ դիագնոստիկան արյունն է, թե փայծախն է։ Չէ, օրինակ մնացել է, որ սահարի էին նվագում, հիվանդի վրա սահարի էին Այդ նվագում։ ուրիշ բաներ։ Դա խաղլացավն է, որ հայերը հոգեկան հիվանդությունը, թե բուժել են, թե մի բան էլ ավերել են, հայտնի չի, բայց բուժել են այդ խաղլացավ է կոչվել, երբ որ հոգեկան հիվանդը ստացել է հիվանդություն, բակուցներ, չէ, պատվածք ունի, խաղլացավ։ Ուրեմն այդ հիվանդին փակել են մի հատ սենյակում, տղամարդիկ բռնել են մի քանի հոգով, դոլը դրել են գլխին կամ կողքը պահել, երկու զուռնաչի հատուկ եղանակներ կա, դա նվագել են եւ դրան պարացրել են ժամերով, օրերով, ելնելա 4 օր փոխվել է կազմը, որ պարացնի։
Պարացրել են միջև ոսկորները ցավա, որտեվ ասել են ոսկորի մեջ ворթ է մտել, պետք է այնքան պարացնեն, որ այդ ворթը դուրս գա։ Եվ շատ անգամ սպանել են հիվանդին ուղղակի։ Պատահելա, բայց պատահելա բուժվելա։ Եվ այդ առիթով նույնիսկ բժշկականում հոդված տպեց մի բժիշկ խաղլացավի մասին ինչ որ կարծիք հայտնեցին, որ երկրորդ ցնցումն են առաջացել։ Այսինքն եթե նորմալ մարդուն դա անեն 4 օր գլխի դնեն, զուռնա, պարացնեն, ծեծել են հետո, խփել են, ծեծել են, մազերից քաշել են, պառավներն եկել են, ասել են, ոյ, օծի ոսկոր կերած, ոյ, չարը մտելա մեջը, ասել է, բայց դրա քաշեք չանգռել են, երեսները չանգռել, մազերից քաշել են, բան են արել սրան, այդքան տանջել, որ, հա, որ սա ուշքի գա, որ մեջից չարը դուրս գա, հասկանում եք։ Հա, եւ եթե նորմալ մարդուն դա անեն, կարա խելագարվի։ Բայց ասում են սրանից են անում, որ երկրորդ ցնցումի ժամանակ դզվել է, հասկանում ես։ Կամ մեռնում ես, կամ դզվում։ Այս Ղարաբաղլիսի պես է, էլի, բանի, Թումանյանի Ղարաբաղլիսի։ Հաստատ ես գործել եմ օգնել, հա։ Ինչը։ Մի երկ հաստատ գործել եմ, օգնել, հա։ Գոհարեք Սարաջյանը։ Հա, ու դա խաղլացավ։ Դա ամբողջ չէ։ Հիվանդ են բոլորը, դա ջերմում էին։ Կեսը քնած, կեսը աստրետ երկը երկել են, բոլորի ջերմաշճանը մի աշճան իջել։ Տենում եք, ոն ասե, հովը արեք, կլա հովը։ Հաստատ բուժում ենք։ Ես մեկը գործել եմ անձամբ։ Օրինակ, բաններ երկես, ջերմաշճանը կիշտի, ձմռան օրերը կգան ու կերտես։ Լավ, ժողովուրդ ջան, մեր խորի շնորհակալությունը հայտնենք Արթուրին, բոլորիդ բարի գիշեր։